Պարոն Օհանյան, շնորհակալ եմ ձեր զեկույցի եւ ձեր տեսակետներ ներկայացնելու համար։ Այստեղ մի քանի հարց քննարկվեց, որոնք կարծում եմ թերևս դուք պարզաբանել եք, բայց կարող ենք լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել մեր քաղաքացիներին։ Նախ փոխհատուցման եւ աշխատավարձերի մասով մենք գիտենք, որ երկու ուղղությամբ է ուրեմն խոհովակը աշխատում, մեկը պետպատվերն է եւ մյուսը կատարողական ապահովագրության շրջանակներում եւ տիկին նախարարը մի քանի անգամ հայտարարեց այս մասին, որ թույլ է տալու, որպեսզի այն բժիշկները, ովքեր սպասարկել են, բայց չեն ամփոփել կատարողականները, ներկայացնեն եւ փետրվար ամսին ես վստահ եմ, որ մեր բժիշկները գոհունակություն կհայտնեն ստացված աշխատավարձի չափի մասով։ Այստեղ կարեւոր է նշել, որ խոսում ենք այն մասին, որ բավարար քննարկումներ բժշկական կենտրոնների եւ առաջնային օղակի հետեղի չեն ունենում, բայց ուզում եմ վստահեցնել, որ տիկին Ավանեսյանը ամեն շաբաթ հանդիպում է եւ եթե չէլ հասցնում Zoom ուղիղ հեռարձակմամբ են լինում այդ նիստերը, քննարկում է պոլիկլինիկայի բժիշկների հետ եւ ԲԿՆ-ի ներկայացուցիչների հետ։ Վերջերս էլ մենք գիտենք, որ ուղիղ եթերով նախարարինքից հասարակական խորհրդի շրջանակներում քննարկում եղավ ՀԿ-ների հետ եւ ուշադրություն հասարակական կազմակերպությունից եւ ոչ մեկը աշխատավարձի հարց չի բարձրաձայնել, սա նշանակում է, որ նախարարության պարզաբանումը տեղ է հասել։ Մենք հիշում ենք ինչպես էին գուժում մեր ընդդիմադիրները, որ այս ապահովագրության ներդրման արդյունքում մարզային կենտրոնները կսննկանան, որովհետև քաղաքացիները չեն գնա եւ սպասարկվեն։ Բայց դա տեղի չունեցավ իհարկե, որովհետև մենք մարզային կառույցները վերազինում ենք եւ մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե Հայաստանի տարբեր մարզերում ինչպիսի ներդրումներ են արվում այն բժշկական կենտրոններում, որոնք ոչ միայն չեն վերազինվում, այլ փլուզվում էին։ Շատ կարևոր է այստեղ խոսել ոչ միայն 1 միլիոն այցի մասին, որը տեղի է ունեցել ներդրմամբ, առողջապահության ներդրմամբ, այլ ուշադրություն 2.5 միլիարդ դրամ արժողությամբ դեղերի փոխհատուցում է տեղ ունեցել մեկ ամսվա ընթացքում։ Սա հսկայական բեռի թոթափում է մեր տատիկների եւ պապիկների համար, որովհետեւ մենք ինքներս, երբ որ Իջևանում հանդիպեցինք մեր տարեցներին, իրենք ասում էին, որ թոշակը ոչ թե 10,000-ով է ավելացել, այն 30, 40, 50 հազարը, որ իրենք ամսեկան ծախսում էին իրենց թոշակից դեղորայքի ձեռքբերման մասով այլևս տեղի չունենում եւ ըստ էության մարդիկ ազատ են այս գումարը ծախսել ըստ հայեցողության իրենց ցանկությամբ։ Ուրեմն 2.5 միլիարդ մեկ ամսում պետությունը փոխհատուցել է դեղորայքի մասով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար